Ինչ տիպի տղա ես դու։ Չկա տենց բան, որ ես ուզում եմ ինչ-որ բան սերունդ, դաստիարակեմ իմ տեքստերով։ Էթիկա, այսպես ասած, կա քո համար երգերում։ Իմ համար տենց արտիստը ու рэպերը դա սարերի ձորերի տարբերությունն է, հա։ Տհաճ զգացողություններ ունես։ Չգիտեմ, այն ինտելիգենտ մասան արդեն նայում եմ, որ խոսքի դու չի կարա տենց արվեստ լինի, որի մեջ հայհոյանք կա։ Խայտաբղետ արտիստներից նռոյն անում ես։ Տարօրինակ է իմ համար։ Քեզ քյարթու համարում ես։ Եղբայր, արի դու զբաղվի, չգիտեմ, ֆլորիստ դարի։ Ուշադրություն դարձնեմ կամ դրանից վիրավորվեմ կամ փորձեմ պատասխանեմ։ Իրա որոշումն է, իրա արտաքինն է, ես իրան իրավունք չունեմ, ասեմ, ինչ ես դու տենց։ Քո երգերը լիքը երեխաներ լսում են։ Ես 15 տարեկան աղջիկ ունեմ։ Ուզում եք իմանալ մարդիկ ոնց են ապշում նայեք դեմքից։ Underground մինչև վերջ թեկուզ մեջը չկա փող։ Բարև ձեզ սիրելի YouTube-ա դիտողներ, նոր ալիքի բաժանորդներ, արդեն կարող եք գնալ ձեզ չայ դնել, սենդվիչներ սարքել ու լավ հարմար տեղավորվել, որովհետև այսօր հետաքրքիր զրույց ենք ունենալու рэպեր Խուդոյի հետ։ Բարև ձեզ։ Բարև Բորիս ջան։ Միանգամից 15 դույ։ Շատ լավ։ Միանգամից 15 դույ։ Ուրեմն այսօր խոսալու ենք րեպից, այսօր խոսալու ենք քեզնից, ինչու ոչ, մի խոսքով ինչից ուզենք, մեր ձեռնա, չէ։ Իհարկե։ Ինձ առաջին բանը, որ հետաքրքրում է, երբ ես սկսել զբաղվել րեպով, ոնց ես որոշել, ինչից ես ոգեշնչվել կամ չես ոգեշնչվել։ Ուրեմն Բորիս ջան, ասենց ասեմ, դպրոցական տարիքից ունեցել եմ այդ դեպի այդ կուլտուրայի հանդեպ սերը։ Հենց դպրոցից էլ սկսել եմ դասարանցու հետ առաջի անգամ դպրոցում ենք փորձել ինչ-որ բան անենք, այդ թվականներին ինչ-որ sense հնարավորություններ չկար, չգիտեմ, FL ծրագրեր, ոչ մի բան այդպես դաստուպնի չէր, ոնց որ հիմա է։ Իմ դասարանցու հետ ինչ-որ փորձել ենք, մի բան արել ենք, այդպես ծրագիրներ էինք գտնում, որ այդ ծրագիրներով կարանք ինչ-որ թեկուզ են ոչ պրոֆեսիոնալ բիտեր հավաքենք, ինչ կարում ենք, տենք թքում կպցնում ենք կոպիտ ասած։ Ու տենց այդ տարիքից սկսած հետաքրքրվեցինք, մտանք, չգիտեմ, հետո արդեն լրջացավ, ընկերոջս հետ ստուդիա բացեցինք։ Այդ ինչ ասեմ, ոնց որ ինձ թվում է բոլորի մոտ այլ նույնպես տարօրինակ ինչ-որ արտասովոր բան չկա, որ ասեմ մեր մոտ sense ինչ-որ ունիկալնի ձև սկսվեց։ Իսկ դասարանցին, որի մասին նշեցիր, հիմա ինքը կա ասպարեզում, թե չի զբաղվում։ Ասպարեզում չկա, չէ, ընդհանրապես կարելի ասել չի էլ եղել, պրոստը ինչ-որ տարիքային իր մոտ ավելի հաճույքներ էր, էլի տենց անցավ ավելի շուտ, քան մեր մոտ մի քիչ մնաց ոնց որ։ Իսկ այն рэպերներ արտասահմանյան կամ ինչ ոչ Հայաստանի, որ իրանցից ոգեշնչվել եք կամ ուզեցել եք իրանց նման լինեք իր ժամանակ։ Շատ, հա, շատ կան, չգիտեմ, իրանց նման լինելը մի քիչ չէ, ես դա մի քիչ չեմ սիրում, օրինակ ես բան չունեմ, էլի այդ ֆանատիզմը իմ մոտ չկա, ասենք, հա, ես կարամ հավանեմ ինչ-որ մեկի տրեկերը, կարամ ինչ-որ ֆրազաներ հավանեմ տեղից, չգիտեմ, որ ասեմ, տես ֆանատիզմ չունեմ, բայց շատ կան, ինչի ոչ, չգիտեմ, դաժե մարդիկ կան, որ գիտեն, ասենք, բոլորն է գիտեն, ես Big եմ շատ սիրում։ Թուփակ չեմ սիրում, չգիտեմ, ես ասեմ էլի Թուփակ լսողները ինձ քարկոծեն երևի, բայց պետք է ասեմ, ես շատ եմ սիրում, էլի ասեմ դա ամենտեղ։ Շատ կան, ռուսականից էլ եմ շատ լսում, հիմնական ռուսական եմ լսում, որտեվ կրթությունս ավելի դեպի ռուսական է։ Չիմադան կլան եմ լսում ավելի մեր այդ underground ոճի մեջ, չգիտեմ, Կազյան եմ լսում։ Իսկ քո Խուդո կեղծանունը, կանոնը, եկել է մանկուց թե։ Չէ, ինքը մի քիչ այդքան է կեղծանուն չի, որտեվ իրականում իմ ազգանունը Խուդոյան է։ Հա։ Ու արդեն էլի բարձր, էլի արդեն իմ ազգանունը։ Քեզ ուզում ասիրում էի, որ մի քիչ լիքոտ ես։ Մտածում էի Խուդոյն ասել, որովհետև Հայաստանում տենց է, չէ՞։ Չէ, մի քիչ տենց պատկոլով բան չկար։ Շատ լավ, իսկ ունես ինչ-որ հիմնական կանոն կամ ոչ, որը երբեք չես խախտի րեպում։ Underground մինչև վերջ թեկուզ մեջը չկա փող։ Դաժե իմ տողերից է, դա միշտ տենց է լինելու է։ Չգիտեմ, ես այս ոճի մեջ ոչ փնտրում եմ ճանաչում, ոչ փնտրում եմ գումար, ոչ, չգիտեմ, ես անում եմ պրոստը, որ ես սիրում եմ անեմ ու երևի նկատել եք, տենց դրա համար է տենց 2 տարին, 3 տարին մեկ կարող է ինչ-որ բան անեմ, ոնց որ սիրում եմ, բայց ժամանակ չեմ կարող այդքան տրամադրեմ։ Իսկ ինչի հենց այդ ոճը underground, ինչի է մնացած ամեն ինչը կոմերցիան կամ ինչ-որ պապսան քեզ չի հետաքրքրում։ Ոչ, լսում եմ, ամեն ինչը լսում եմ, որ ասեմ տենց ոչ մի բան պապսայից չեմ լսում կամ ինչ-որ ուրիշ ոչ չեմ լսում եմ, ամեն ինչը լսում եմ, պրոստը ինձ ավելի հոգեհարազատ է այս ոճը, էլի չգիտեմ, թե իմ առօրյան, թե այն ինչ ես անում եմ, ինչով զբաղվում եմ, ավելի իմը սա է։ Այ առօրյա ասեցիր, ինձ շատ է հետաքրքրում այն տեքստերը, որ քո երգերի մեջ կա, թեմաները, քո առօրյայի մասին, հա։ Ամբողջով։ Հիմնականում, չգիտեմ, եթե Բորիս ջան, չգիտեմ, ծանոթ ես իմ արվեստին այդպես ասած, հիմնականում իմ առօրյան է, ոնց որ ասեմ, չկա իմ մոտ ճառեր, չկա, չգիտեմ, իմ մոտ որ չգիտեմ, ապա մյուս սերնդին ինչ որ դասեր տալու բան, ես իմ ոճը այդ չի։ Ես անում եմ հենց այդ քո ասած որ առօրյան, իմ առօրյանն է, իմ ընկերների առօրյանն է, չգիտեմ, երևի հենց որպես
կերպարը չասեմ, որպես անձնավորություն, չգիտեմ, երևի ինչ որ մասայի համար մենք հետաքրքիր ենք, ըստ դրա էլ արդեն չգիտեմ, կա էս մեր պուբլիկան, անում ենք ինչ անում ենք, ունենք ինչ ունենք։ Այսինքն խունդով որպես անձնավորություն հենց այնա ինչ որ ներկայացվում է միանշանակ։ Շատ լավ։ Իսկ ինչ որ նորմ կամ ձև, որ չես խախտի կամ էթիկա, այսպես ասած, կա քո համար երգերում, քո երգերում։ Իհարկե, հա, ինչ որ նույնիսկ դա կարա լինի, ինչ որ սովորական բառ կարա լինի, որ ես չգիտեմ, այդ բառը գրեմ, ասենց ինչ որ այդ նույն տողս կարդամ, ասեմ, չէ, այս բառը դաժե իմը չի, ես այս բառը չեմ կարա արտահայտել, նույն դուրը չի գալի, էլի, չգիտեմ։ Ավելի այդ մեր ոճը բռնած ու մենք այդ սիրում ենք պահենք, էլի, մեր լսողները լավ գիտեն, որ մեր ամեն ինչը պետք է լինի ոնց որ մենք միշտ արել ենք, եթե ես մի բան ասել եմ սենց ու վաղը ասենք, չգիտեմ, ասում եմ, չգիտեմ, այս բաժակից զզվում եմ, վաղը գամ տեսնես, ես այս բաժակից խմում եմ, ինձ թվում է քո կարտիկն է մի քիչ իմ մասին արդեն կտատանվի, էլի։ Մաքսիմալ անկեղծ ես խոսում։ Մաքսիմալ անկեղծ, հա, այսինքն ոչ մեկին ոչ, չգիտեմ, ուզում եմ մարդ գրավեմ դեպի մյուզիկը, ոչ մի բան չեմ ուզում անեմ, ուզում եմ ես պրոստա այն անեմ, ինչ սիրում եմ ու տենց էլ անում եմ, էլի, իմացողները գիտեն, որ դա իրոք տենց է։ Բայց գրավել ստացվում է։ Հա, փաստորեն, հա։ Այո, քո համար рэպը ինչ նշանակություն ունի։ Դու իրանով զբաղվում ես որպես հոբի, թե զբաղվում ես որպես մասնագիտություն, թե զբաղվում ես, որ ասենք, որպես թերապիա։ Ես մի քիչ դժվար հարց է, որտեվ չեմ ասի рэպը իմ կյանքն է, որ рэպը չլինի, որտեվ եթե իրոք տենց լիներ, մի քիչ ավելի շատ տրեկեր կհանեի, երևար, որ տենց ավելի տարված եմ դրանով։ Սիրում եմ, հա, իմ կուլտուրան է, ես սրա մեջ եմ, ինչքան տենց հնարավոր է սրա մեջ կփորձեմ լինեմ, ինչքան ինձ իրեսս դեռ մնա։ Ինչ ես զգում, էլի ոնց է արթնանում, չգիտեմ, ոնց է գալիս, որ սկսում ես գրել, գրում ես, չէ՞։ Միանշանակ, հա, բոլոր տեքստերները ես եմ գրում։ Ոնց է դա ծնվում, ինչից ելնելով, չգիտեմ, չգիտեմ, հասկանում, որ рэպերի տեքստը կարա, չգիտեմ, ինչ որ ուրիշ մարդ գրի, ինքը պրոստը ասենք լինի արտիստ։ Իմ համար այդպես արտիստը ու рэպերը դա սարերի ձորերի տարբերությունն է, հա։ Ինչ ասեմ, խոսքի Այսինքն չի կարա տես լինի, որ ես ինչ որ հետաքրքիր տեքստ գրեմ, դու կարա լինի, դու կարաս հետաքրքիր տեքստ գրես, ես էլ այդ տեքստը լսեմ, շատ իմ դուրը գա, բայց ես օրինակ դրան չեմ վերաբերվում, նենց ոնց որ վերաբերվում եմ կոնկրետ իմ պատկերացրած рэպ մշակույթին։ Այսինքն շատ լավ արտիստներ կան, շատ լավ, չգիտեմ, կատարող ասեմ, ոնց ասեմ, չգիտեմ, կատարողներ կան, որը խոսքի լիքը մարդ իրանց լսում է, լիքը մարդ հավանում է իրանց արածը, հասկանում է ինքը ինչ անում, բայց ես չեմ հասկանում։ Այսինքն ես սիրում եմ այն ինչ սիրում եմ ես։ Օրինակներ կարաս բերես, որոնք չես հասկանում։ Մյուզիկի բաղով։ Մյուզիկի, հա։ Ում չեմ հասկանում։ Չեմ հասկանում հիմնականում այն մարդկանց, չգիտեմ, այն որով երրորդ երգն է, իրա երրորդ տրեքն է, արդեն այդ տրեքի մեջ բան թշնամիներս, բան իմ անցած ճանապարհը, բան, այդպես մարդկանց չեմ հասկանում, այդպես դեմքը չես ճանաչում իրա, ասենք ես էլ դու էլ բոլորս էլ չգիտենք մի անգամ գոնե, չգիտեմ, չենք տեսել ու ինքը, չգիտեմ, մեր թշնամին, մեր անցած ճանապարհն ու իրոք ծիծաղալու է, էլի, ասենք դու ինչ թշնամի, դու ինչ անցած ճանապարհ, այն որ երրորդ անգամ են քեզ պատահական տեսել եղբայր ջան։ Մարդու կյանքը կարող է դժվար է ստացվել, ինչ արած, չես կարա ինչ որ բան փոխես։ Այդ էլ ինչ որ գլուխ գովալու բան չի, դժվար է սանցը, չգիտեմ, հա, ապրես, հա, լավ է սա դժվար։ Մենք էլ հեշտ ենք հասել ամեն ինչին, տենց ուղակի արել ենք, ուղակի հավանել են, չգիտեմ։ Ապրես, որ դու դժվար ես անցել այդ ճանապարհը, մենք էլ սենց եկանք, չգիտեմ, ոտնես գցեցինք, հասանք ստեղ։ Բանից բացվում է, խուդոն հեշտ է հասել ամեն ինչի։ Այդ հասանք ստեղը դժվար, մի քիչ հետո չեմ սիրում հասանք ստեղ, յանի տեն քիչ սրան եմ ասում, չեմ վերաբերվում, որ մենք հասել ենք մի հատ այնց կետի, որ մենք այս ոնց մուտքի մոտ ճիշտ ասած նկարվեցինք տենց երկու աստղի մոտ, այս հումորային էլ, այն որ մենք իրոք մեզ չենք էլ համոհանում տենց աստղ կամ ինչ որ արտիստ, մենք այնենք ինչ մենք կանք։ Ու հենց ինձ թվում է, մեզ հենց դրա համար էլ լսում են ինչ որ մի մաս մարդկանց։ Այդ թեմա շեշտեցիր, որը քեզ դուր չի գալի, հա, որ երրորդ տրեքում արդեն ինչ որ դες թեմաներից է խոսում։ Իսկ ոչ մեկին դուր չի գալի։ Դու ինչից ես սկսել, ինչ թեմաներից ես սկսել, կհիշես առաջին քո։ Նենց չի, ես չեմ ունեցել տենց բաներ, միան իհարկե հետո ոնց ասեցի դպրոցային տարիք, բան 16, 15, 17 երևի sense տարիք, այն որ միանշանակ ես էլ եմ ունեցել ինչ որ բաներ, որը հիմա ասենք կարող եմ նայեմ իմ մոտ ասենք եթե ծիծաղ առաջացնի, բոլորն է ունեցել են, բայց դե պրոգրես դիլնի էլ ինչ որ չգիտեմ նույն թե պուբլիկայիդ մեջ, թե այսինքն դու պետք է քո պրոգրեսը տեսնես, հավանես, այսինքն քո արած գործը հիմնականում միշտ էլ տենց է, ասենք այն ամեն նոր արած գործից հետո այն հին արած գործը էլ տենց չես վերաբերվում այդ գործին, արդեն ոնց որ մի քայլ դրանից անցած ելնես, բարձրացած ելնես կամ ինչ որ Իսկ ունես հիմա կամ վերջերս ինչ որ թողարկած երգ, որը տենց լսում ես ու դու չի գալիս կամ դաժե ամաչում ես ասում ունեմ, բայց չեմ ասի որ երգն է, ունեմ։ Ավելի։ Չէ, ճիշտ ասած այդ երգը վերացրել եմ էլ, չկա այդ երգը, հա, Չենք էլ կարա լսենք։
Ինքն կարա Կարակ լսեք, չէ, որ շատ ուզեք կարակ լսեք, որովհետև տեսել եմ ուրիշ տեղով սլիվ արած կա գծածներ կան, բայց չեմ ասի դա իմ, ասեմ որ գնաք այդ իմ սիրած երգը հիմա դուք լսեք, ինչ։ Մենք կարող հավանում ենք։ Չէ, ես որ չեմ հավանում, հաստատ դուք էլ չեք հավանի։ Իսկ որն է, ինչ որ մեսեջ ունես քո գործերի, քո երգերի մեջ, որ ուզում ես հասցնես կամ ինչ որ ասելիք, որ ուզում ես որ պարտադիր հասկանան մարդիկ, որն է դա, եթե ունես։ Չէ, որ ասեմ տենց ոնց որ մի քիչ առաջ շեշտեցի, չկա տենց բան, որ ես ուզում եմ ինչ որ բան սերունդ դաստիարակեմ իմ տեքստերով կամ ինչ որ մի բան, ոնց որ անընդհատ շեշտում եմ, անում եմ այն ինչ իմ դուրը գալիս է, անում եմ ինչ դուր է գալիս, ինձ իմ ընկերներին, ով իմ հետ զբաղվում է դրանով, իմ հետի մարդկանց կարծիքը ինձ կոպիտ ասած ավելի է հետաքրքրում, քանի որ ես հասկանում եմ իմ հետի մարդիկ այն ինչ մենք անում ենք, դրանից ավելի լավ են հասկանում։ Ու ինձ որ չգիտեմ, օրինակի համար, հա, ասենք մի քիչ կարող է վատ հնչի, ես ճիշտ է, շնորհակալություն, որ մեզ սիրում եք, լսում եք, բայց օրինակի համար կարող է դա լինի մի հատ երեխա, որը այսինքն, չգիտեմ, ինչ որ կոպիտ ասած կրուտոյ բան է տեսել դրա մեջ, ու ասենք դրա համար է լսում կամ ինչ որ դրա համար է մի հատ ֆրազա կոմենտ գրում մեր բանից ու ես հասկանում եմ, այսինքն շատ ժամանակ իրանց գրած բառերի մեջ էլ դաժե այդ ֆրազայի մեջ սխալ կա, ես հասկանում եմ, այսինքն այս երեխան չի հասկանում ինչ ասում, պրոստը ինչ որ գտել է դրա մեջ հետաքրքիր բան էլ, չգիտեմ, իր դասարանցիները օրինակի համար, չգիտեմ, ընկերները այդ անում են, ինքն էլ է պրոստը տենց ավտոմատի վրա ասում է, հա, վсё, ես էլ պետք է անեմ, բայց պարզ երևում է, որ չի հասկանում ինչի մասին է խոսքը։ Այդ մեկնաբանությունների թեմային էլ կվերադառնամ, մի հատ ուրիշ բան եմ ուզում հասնեմ։ Ինչ ես կարծում ամեն դեպքում, բայց ինչքան էլ որ միգուցե դա քո նպատակը չի, բայց ազդեցություն ունեն, չէ՞, քո միանշանակ ունեն, դրա համար մենք ինչ որ չափով տենց պատասխանատվություն մեր վրա պետքա վերցնենք, ու դա կլինի ինչ որ վատ բաներ չքարոզել կամ չգիտեմ, ինչ որ հիմա, Всё-таки քեզ լսում են, ոնց որ ասեցիր, հա, ու պետքա այդ պատասխանատվությունը լինի, ինչ որ ռամկաներ դու պետքա ունենաս, ու դե ամեն մեկն էլ ռազումնի սահմաններում ունի, էլի այդ ռամկաները, չգիտեմ, պետքա հասկանաս, էլի, որ քեզ իրոք լսում են, օրինակի համար ինչ որ մեծ զանգված է լսում ու դու կարաս իր առօրյայի մեջ բան փոխես, դրա համար, հա, անպայման պետքա լինի այդ։ Իսկ ինչ ես կարծում, ինչ եք փոխում իրանց առօրյայում, ոնց եք ազդում իրանց վրա։ Իսկ չգիտեմ, մենք կյանքում չենք կարողում ինչ որ տենց խփել, ջարդել, սպանել, բանման, բայց ով նես կողքից տպավորությունը իրոք տենց է, որ անպայման պետք է ինչ-որ տենց վատ բանից լինի, եթե underground-ա ոճը, պետք է, չգիտեմ, վատ բաներից խոսանք, ամեն ինչից է պետք է այդ պահին, այսինքն ինչ ես դու ուզում, ինչ է մտքիդ գալի, ինչ ես դու ուզում ասես, ես տենց եմ անում։ Հիմա կարող եմ մեկը պուբլիկա վերցնելու համար որոշում է, որ այսինքն, չգիտեմ, այսօրվա դեպքերից ինչ որ մի բան պետք է վերցնի, դրա շուրջ խոսա, որ իրան ավելի շատ լսեն, ես դա չեմ անում ուղղակի։ Վերադառնանք մեկնաբանություններին։ Լինում են չէ վատ մեկնաբանություններ։ Նշանակ բոլորի մոտ էլ տենց մարդինց թվում է չկա որ վատ մեկնաբանություն չի ունենում, նորմալ է։ Ոնց ես վերաբերում, քեզ կապտում է վիրավորում է, ոնց ես վերաբերում։ Եթե անձնապես ինչ որ մի բան կա այդ կոմենտի մեջ գրած, միանշանակ վատ եմ վերաբերվում ու եթե աչքով էլ տեսնեմ տենց բան, որպես սովորական մահկանացու կոպիտ ասած նույնիսկ կպատասխանեմ դրան, եթե անձնական վիրավորանք լինի։ Օրինակ ես երբեք ուշադրություն չեմ դարձնում։ Դե բարձա իմ հասցեին էլա։ Ինչքան մարդ է, այդքան խայսած, այդքան անիմաստ է իմ համար օրինակ։ Ես ուշադրություն դարձնեմ կամ դրանից վիրավորվեմ կամ փորձեմ պատասխանեմ։ Դե չէ, վիրավորվել չէ, բայց դե հաճելի չի, չէ, ամեն դեպքում ինչ-որ անծանոթ մարդ մտել է, ինչ որ չգիտեմ, ինքնահաստատվում է, ուրիշ բան չեմ կարա դրան ասեմ։ Չէ, ինչի թող, չէ, իմ անձի հետ կապված թող ոչ մեկ չինքնահաստատվի, այնտենց ինչ կապվում է կուլտուրային, խնդրեմ, այդքան մարդ կա, թող գնան ինչ-որ մեկին ճարեն իր վրա ինքնահաստատվեն էլի, չգիտեմ։ Իսկ փողոցում ճանաչում են։ Ոմանք հա, ոմանք չէ, այնց որ ասեմ մեր այնց բան է, այնց կուլտուրայա, որ ասենք բոլորը ինձ պետք է դուրսը տեսնեն նկարվեն, տենց չի, չգիտեմ, եթե ծանոթ ես իմ տրեքերին, ասենք, ու իմ գրածին, ասենք, նենց էլ չի, որ ինձ այն ամեն երկրորդը պետք է լսի, իմ ասածը նենց էլ չի, որ տենց բոլորի համար տենց ընդունելի է ու հաճելի է առօրյայում, նույնը կա հայհոյանք, նույնը կա, ոբշեմ, ինչ-որ բաներ կա, որը չի կարա այդ տենց մեծ պուբլիկա մեր օրերում դեռ ունենա, ոնց որ մաներից արդեն սկսում է, հա, բայց բավականին հա, բարձր։ Դե հիմա ոնց որ արդեն մաներից սկսում է, ես ոնց որ նկատում եմ ամեն տեղ էլ արդեն TV-ի մեջ էլ է մի քիչ ազատ դառը, ինչ որ չգիտեմ, թե ծրագրեր, թե ինչ որ հումորային բանման։ Չէ, մի քիչ դառել է, ես այն ժամանակները հիշում եմ, որ ասենք, չգիտեմ, կոստով պետք է գայր նստեիր TV-ում, մի քիչ է տանցել է, էլի արդեն այդ։ Այդքան մեծ ես։ Դե 32 տարեկան եմ։ Ինչի հարցրեցի դուրսը ճանաչում են թե չէ, մեր հասարակության մեջ տենց է, չէ, որ մարդիկ հիմնականում էկրանից այն կողմ տեսած մարդուն չեն տարբերակում, էլի, այսինքն օրինակ
դերասանների մոտ մանավանդ այդ խնդիրը կա ու ես ինչ կերպար խաղում եմ, իսկ մարդիկ սկսում են վերաբերվել այդ որպես այդ կերպար, հա, եթե ոստիկան եմ խաղում, սկսում են որպես հա, այդպես բան կա։ Օրինակ ձեզ դուրս է եղել ինչ որ միջադեպ որ մոտենան ուզենան ինչ որ չգիտեմ, ամոթանք տան ասեն չեք ամաչում այդ ինչ բարեր եք օգտա։ Չէ, նու տենց չի եղել որ պրոբլեմ դա ինչ որ ինձ բերի, հիմա տենց շատ մանրակրկիտ չեմ կարող նկարագրեմ ինչ, բայց ոնց որ ասած ինչ որ խոցելի խումբ չասեմ, բայց ինչ որ տես մի բան կա էլի, որ չգիտեմ, որ դու մի հատ ինչ որ սև բան անում ես, նու սև բան ես դեպքում ասեմ, նու կոպիտ ասած այդ հայոյանքը, արդեն քեզ ինչ որ մի մասա ուրիշ աչքով նայում է, այսինքն այն չգիտեմ, այն ինտելիգենտ մասան արդեն նայում է, որ խոսքի դու չի կարող այտենց արվեստ լինի, որի մեջ հայոյանք կա։ Լավ, մի քիչ այս թեմայից շեղվելով, եթե ռեփ այսպես ասած հանենք, մի կողմ տանենք, Խուդոն որպես անձնավորություն, Ալբերտը, ինքը ով է, ինչով է զբաղվում, ինչ անում, ուրիշ բանով զբաղվում է բացի ռեփից։ Տենց դե նույն այդ ստուդիայի հետ կապված ամեն ինչով զբաղվում եմ, ուրիշ բաներով եմ զբաղվում, առօրյաս ճիշտն ասած շատ ազատ է, գրաֆիկս շատ ազատ է, զբաղվում եմ ինչով ուզում եմ։ Չեմ աշխատում, եթե հարցը դեպի այդ կոմա գնում։ Երանի դրա համար եմ ասում, հեշտ ենք մենք ասել, այդ բարդը չկա այն, որ քարքարոտ ճանապարհ բան չկա, չէ՞ դա։ Շատ լավ է ամեն ինչ, հուսամ միշտ է տենց է լինելու։ Դե աստված։ Չէ, մասնագիտություն ունես, սովորել ես որտեղ։ Ֆինանսիստ եմ, բայց իմ մասնագիտությունով ոչ աշխատում եմ, ոչ է սիրում եմ իմ մասնագիտությունը։ Ոնց ես վերաբերվում այսպես ասած new school rap-ին, արտասահմանյան կամ մեր մոտի նոր ոճին, նոր մարդկանց տահաճ զգացողություններ ունես այդ ամեն ինչից, որ լսում ես։ Հա, ոմանցից ունեմ, հիմնականում արտասահմանյան են, չգիտեմ, են Ռոզովի Մազերով նոր այս նոր սերունդի ռեպերներից ունեմ, հա չեմ հասկանում ինչ կապ ունի այս ռեփ մշակույթը ու այդ տղաները, որը հիմա այդտեղ, չգիտեմ, ավելի բրուտալ են համարվում, քան ինչ-որ նորմալ հասարակ, չգիտեմ, սովորական տղամարդ ասենք։ Հայկական new school չեմ էլ ուզում ասեմ, որտեվ ինչ նայում եմ հայկական այն ով հներից կան շատ քիչ մարդ կա, որ հիմա ակտիվ է, մնացածն էլ արդեն ավտոմատ new school են, էլի ով հներից չի։ Լսում եմ, բոլորին է փորձում եմ, ասենց ինչ-որ դաժե այն անծանոթ մարդկանց, բուն նայում եմ, ինչ-որ գիտեմ, հայկական ռեփը հետաքրքիր է, բացում եմ, նայում եմ ինչ-որ մեկը ծիծաղ առաջացնում, մեկը նայում ես, ասում ես, հա, ոչ կարող է մի բան դառնա, վաղը այսօր մեկը զարմանում ես դաժե, բայց այդ զարմանքից շատ քիչ է լինում, որ դուք նայում ասեմ, արժեր իր հետ կարելի է օրինակ մի բան անել։ Այսինքն այդ արտասահմանյան խայտաբղետ արտիստներից ներվայնանում ես։ Ներվայնանում եմ, հա, ոչ թե ներվայնանում եմ, ցենց ասեմ, նու ամեն դեպքում կուլտուրա է, չէ, ինչ որ իր սկիզբն ունի, ինչ որ արմատներ ունի, որը դրանից հա չեմ ասում, իրան ցմահ պահես ու տեն զարգացում չլինի, բայց ինչ որ բաներ կա, որ պետքա պահվի, չէ, այսինքն դու այս կուլտուրան սիրում ես ինչ որ բաների համար, այսինքն նույն, չգիտեմ, այն ռեփը որ դու լսում ես, դու հասկանում ես ինչի համար ես սիրում, նույն կլինի դա, ասենք, արտասահմանյան հայկական вообще տարբերություն չկա, դու պետքա պրոստը նենց բան անես, որը գտնի քո այն պուբլիկան, որը դա հավանում է։ Մի քիչ փորձենք քեզ որպես անձնավորություն բացենք, որովհետև ես ինչքան ուսումնասիրեցի, հենց քեզ որպես անձ տենց չհասկացա ինչ տիպի տղա ես դու ոնց ես վերաբերում նա ցենց արտամ այդ խայտաբղետ արտիստներից խոսացինք ինչ ես կարծում կարա քո շրջապատում որևէ մի ասենք չէ խայտաբղետ արտիստ լինի չէ արտիստ չէ որպես ասենք մարդ որի հետ շփվում է չգիտեմ անկեր ծանոթ տենց մտերի մարդ որ ինչ որ տենց Ռոզովի Մազերով հա բայց ասենք լավ տղա է հիմա ինչ Ռոզովի Մազերով բայց լավ տղա կարող է չգիտեմ չեմ կարող ասեմ այդ սիտուացիայի մեջ չեմ եղել ոնց որ բայց մատ որ պոդքասթը չես համակերպում չէ համակերպում եմ այսինքն այդ իր որոշումն է այդ իր արտակինն է ես իրան իրավունք չունեմ ասեմ ինչի ես դու տենց բայց եթե այսինքն խոսում ենք կապված այս ռեփ մշակույթի հետ ես չեմ պատկերացնում նա ինչ եմ հարցնում որովհետև ժամանակները sense գնում են ու լիքը արժեքներ օրինակ լիքը բաներ որ միգուցե 20 տարի առաջ ընդհանրապես անընդունելի են հիմա նորմալ է իսկ դու դրա մեջ ավելի դրական ես տեսնում թե բացասական նա առհասարակ գլոբալ առման որ sense նայենք թե դա կլինի երաժշտություն թե կլինի չգիտեմ լավ ուրիշ տեղեր չմտնեմ թե կլինի սովորական կյանք թե նորմալ ես նայում այդ փոփոխությունները որ չգիտեմ կոպիտ ասած ոնց որ ասած պապենական եկած բաները մի քիչ մեծավարի բիզոտ բան եմ խոսալու բայց այսինքն դա որ դարերով եկած է դա նու ինչ որ բանի շնորհիվ է չէ եղե որ դա դարեր պահպանվել է կամ
հիմա որ դա տենց ռեսկի փոխվում է, ես իմ փորձը ցույց է տալի, որ ինչը տենց փոխվել է, ինչը տենց արդեն մարդիկ սկսել են համակերպվել դրան, 90%-ը ես դրա մեջ վատ բան եմ տեսել, լավ բան շատ քիչ եմ տեսել։ Դե եթե խոսանք իմ վերաբերումից, ուրեմն նայած որ հարցում լիքը բաներ իմ համար շատ վատ է, դեպի որ կոմ որ գնում է շատ վատ է ու չեմ ուզիկ ուզեմ փոխի ուղղությունը, ու լիքը բաներ կան, որ այտենց նույն ձև, հա, նույն կարծիք, համակարծիք ենք իրար հետ։ Այսինքն ամեն դեպքում քո համար ոնց որ կոպիտ ասած ինչ որ նորմաներ կա, հական ձևերն ավելի ընդունելի։ Կա, ինչ որ բաներ կա, որ հա, իհարկե ես դա տենց եմ նայում, տենց եմ բանում, բաներ կա, որ չգիտեմ, նույն շատ ավելի ժամանակակից եմ նայում, քան այդ ինչ որ ասում եմ այդ վիճակը, բայց չէ, բաներ կա, որ պետքա պահենք, էլի այսօր չծավալվենք շատ բանի համար, տենց լիքը բան կորցրել ենք այդ զարգացման պահով, էլի, չգիտեմ, շատ զարգացանք ինչ որ մենք էլ տենց պահի տակ։ Լավ չի, զարգանում ենք։ Դե զարգանում ենք, բայց այդ զարգացումը մենակ այդ քո ասած մազերով գույնով ու չգիտեմ պիրսինգով ու տենց չէ, էլի մարդը իրանից պետքա զարգանա, իր մեջից իր անձը փորձի զարգացնի, քան ավելի, չգիտեմ, գույներներս փոխենք, ներկվենք, բան։ Դե լավ, զարգանալը դրա մասին չի ասում, բայց Հայաստանում դե այդքան էլ տենց հիմա ողբերգական վիճակ չի այդ առումով։ Չի ասի։ Ողբերգական։ Չի ասի, հա, ես չգիտեմ, օրինակ, չգիտեմ, TikTok ունեք դուք, ես Այս վերջերս TikTok-ի account եմ բացել ու ահագին զարմացել եմ, որ այդտեղ ցած բաներ կա։ Ես չեմ նայում։ Ու մնացել եմ նայում եմ, որ ուզում եմ բոլորին ասեմ, որ նայում եմ, ու ինձ հետաքրքիր է, ճիշտ ասած չէի հավատում, որ տենց մարդիկ կան, որ մեր հետ նույն օդը շնչում են, բայց փաստորեն կան, հա, ու հենց այդ նույն զարգացումն է, այդ որ ամեն, չգիտեմ, այն մարդու ձեռքը հեռախոսքով, ասենք, չի իմանում ոնց ուղակի զանգի, ինքը արդեն ուրիշ բաների հնարավորություն են տալի իրան, բարձա որ պետքա տենց լինի։ Դե տես իմ կարծիքով ոչ թե ինչ որ զարգացումը տեղի ունեցել դրա համար այդ մարդիկ հայտնվել են ու այլ ուղղակի հարթակ է հնարավորություն տրվել լայն մասամբ հայտնվելու։ Հա, իրանք ամեն ինչ է, էլի։ Ուզում եմ ասեմ այդ մարդիկ եղել են, ինչ որ ժամանակները փոխվել է ու մեկ էլ ես չեմ տեսել, այդ եմ ասում, այդ մարդկանց հիմա ոնց որ ասած պլատֆորման կա, ես ունեմ հնարավորություն տեսնեմ արդեն այդ մարդուն ու իրոք զարմանում եմ, շատ եմ զարմանում, ասենք չկա իմ շրջապատի մեջ, իմ առօրյայի մեջ, այսինքն ես ուր գնում եմ հիմնականում նորմալ մարդիկ են, եթե այդպես պատահական մեկին չեմ հանդիպում ու չգիտեմ, տարօրինակ է իմ համար։ Քեզ քարտու համարում ես։ Չէ։ Ճանաչողներ չգիտեն, որ ես այդ ուղղությանը կապ չունեմ вообще։ Մի քիչ ուրիշ մի քիչ անձնական sense դաշտ մտնեմ։ Ինչ աղջիկ ես պատկերացնում քո կողքին։ Ոնց ասեմ։ Սենց ասեմ, ես մի քիչ այդպես բան ցանկանամ sense չխոսամ, որովհետև քան տարեկան ես դու Բորիս։ 23 ես քեզնից ոչ շատ փոքր աղջիկ ունեմ։ Շատ մարդ չգիտի, որ ես երեխա ունեմ, բայց ես 15 տարեկան աղջիկ ունեմ։ Ու իմ համար մի քիչ այդ խոսակցությունները չգիտեմ։ Աղը մեսօր երեխես նայ, ասես պապան ինչ է խոսում, դե մի քիչ չէ։ Ուզում եք իմանալ մարդիկ ոնց են ապշում նայեք դեմքից։ Բոլորն են ապշում, այո։ Առավել եւս ուրեմն ես հիմա ուրեմն չեմ թողի չխոսած ես չգիտեի ես շատ զարմացած եմ այդ տարիքի շատ զարմացած ես Այո զարմացած Անգնած մաթեմատիկան դե Հա մաթեմատիկա գնում իհարկե բայց պետք չէ Լավ, շարունակենք թեման, եթե ինչ 5 րոպե ստոպ էինք եղել, որ ես շոկ ապրեմ, մինչև հիմա ազդեցության տակ եմ, ոնց հասկանում եք։ Իմ մոտ նոր հարցեր առաջացան այս նորությունից հետո։ Լավ, սկսենք այստեղից։ Դու որպես հայր, ինչ ձև ես։ Ես որպես հայր, ունենալով այնպիսի հայր, որը ես եմ ունեցել, ես ինչ չեմ կարող համարեմ, որ ես շատ լավ հայր եմ, ինձ թվում է, բայց ինձնից հասանելի ինչ հասնում է, ես անում եմ ու միշտ պատրաստ եմ անեմ, բայց կուզեի ավելի չգիտեմ, այդ դաշտ չխորանանք, այդ անձնականը չեմ սիրում, ճիշտ ասած շատ խառն եմ այս մեր ամեն ինչին էլի։ Նույնիսկ չունեմ, չգիտեմ, ոչ մի նկար գցած, ոչ մի բան դրան էլ մի քիչ այնց կոնսերվատիվն եմ նայում ավելի, չեմ սիրում այդ ամեն ինչ անեմ։ Դե բարի չխորանանք քո անձնականի մեջ, իրականում անձնականից չեմ ուզում հարցեր տամ, ուղղակի քանի տենց փաստա ոնց որ շատ հետաքրքիր է ցանկացած մեկի առումով հետաքրքիր է, որովհետև հիմա շատ արդի է էլի այդ թեման մանավանդ հիմա, որ ասենք երեխաներ ու ծնողներ, որ միշտ ա եղել, բայց հիմա ավելի շատ այդ պայքարը չհասկանալը իրար, օրինակ դու ո՞նց ես քեզ զգում հորդերում։
Դժվար է հեշտ Սենց տենենց դա կա, ճիշտ է, բանը, ես ավելի ոնց որ սերնդով իմ երեխայի հետ մի քիչ իրար ավելի մոտիկ ենք, քան մնացած ծնողները ու երեխաները իրար հետ, մենք մի քիչ ավելի լավ ենք իրար հասկանում այդ հարցով, բայց ամեն դեպքում դա կա, որտեվ սերունդի հարց կա, երեխաները ուրիշ ճաշակ ունեն, ուրիշ նախասիրություններ ունեն, իրանց հետաքրքրությունները լրիվ ուրիշ է, все-таки ինքը մի քիչ կա այդ բահել, որ պապ դու դինոզավր ես, все-таки այդ բակա ամեն դեպքում կա, հա, լինելու է, բայց լեզու շատ լավ են գտնում, ես երեխաներ շատ սիրում եմ, մենակ իմ երեխայի հետ լավ լեզու չեմ գտնում, առհասարակ սիրում եմ շատ երեխաներ, ցանկացած երեխայի հետ լեզու եմ գտնում։ Իսկ քեզ տես։ Չէ, ես բան եմ, երես տվող մարդ եմ, ես առհասարակ ու այն էլ երեխեքին չեմ կամ դե երեխեն այդ տարիքում ոնց որ ասած ինքը հələ հենց այդ երես տալն է պետք է իրան, հա, չեմ ասում այնպես լկստված երեխա սարքես իրան, բայց իրան պետք է այդ ամեն ինչ տաս, որ լավ մանկություն ունենա, չգիտեմ, ինձ տենց են մեծացրել, ես փորձում եմ ինչ իմ ծնողները տվել են, ինձ գոնե, ասենք, չեմ կարող իմ ծնողների տված իհարկե տամ իմ երեխային, բայց գոնե ինչ որ 1% է, եթե իմ ծնողների արած կամ տամ իմ երեխային, շատ երջանիկ տղա կլինեմ։ Այ մի անգամից հետաքրքրեց ինձ այդ փաստը իմացա, որ քո երգերի պարունակությունը հաշվի առնելով եւ ձևը եւ վիճակները փորձում ես իրան այդ ամեն ինչից հեռու պահես, այսինքն ինքը քո երգերը միանշանակ, հա, ինչքան հնարավոր է փորձում եմ, ու ցած ասեմ ինքը տենց հետաքրքրություն չի էլ առաջանում իր մոտ, բայց շատ լավ է որ չի առաջանում, հա։ Չէ, գոհ եմ, չէ, կուզեմ ընդհանրապես նույնիսկ չլսի ես ինչ մի հատ տրեք ունեմ այդ տենց։ Ոչ թե որ ես վատ բան եմ ասում, պրոստը մի քիչ տենց չեմ ուզի իմ երեխան, հա, չեմ ուզի, ասենք ես կուզեմ ինքը ինձ ուրիշ թե այդ տենց ոնց եմ ես իր համար իր պապան այդ տենց թողնի, էլի, չգիտեմ այդ էկրանի մարդը չլինի իր համար իր պապան։ Իսկ որպես հայրիկ ոնց ես պատկերացնում։ Չդարավ բան, չէ՞, չեմ կարա, չեմ իսաբաց լուսամուտներով դարավ փոխվեց լրիվ։ Չէ, ընդհանրապես, չէ, այդ վիճակը չի, հիմա եթե նկատում ես ընդհանրապես ազնական չեմ անցնում, զուտ հետաքրքիր է, քանի որ այսպես ասած երիտասարդ, շատ երիտասարդ հայրիկ ես, մի քիչ փորձով կիսվի էլի դե բոլորիս վաղը մյուս օր սպասվում է, չէ՞, այդպես բան։ Չգիտեմ, պետք է ընկերություն անես երևի, քո ընկերություն պետք է փորձես անես, պետք է իրար այդ ընկերական լեվելի վրա հասկանաք, որ չգիտեմ, արդեն շատ չդառնային, թե թեկուզ այդ քո ասած հրամայական ինչ որ բաներ կամ ինչ որ, պետք է հասկանաք իրար, ցար հասարակ մարդիկ պետք է, քանի որ մեզ տրված է այդ խոսելու ունակությունը, պետք է փորձենք իրար գոնե տենց հասկանանք, էլ ինչքան ստացվում է։ Բայց ստացվում է ընկերություն անես։ Ստացվում է, հա, դեռ ստացվում է, չգիտեմ, կարող է տարիքային էլ ինչ որ հələ տենց մեծ չի ճուտս, բայց ստացվում է դեռ, հա։ Իսկ ինչ ես կարծում, այ խստությանը անցար, ես էլ միշտ չեմ հասկացել ու չեմ ընդունել ու իմ հետ էլ իմ ծնողները փարկաստու տես չեն շփվել, բայց որ թեմաներն է, օրինակ ինչ որ պահ կա, որ այ հաստատ պիտի խիստ լինել, որ հերու պահել, այ չմտածել բան ցանկացած հարց, երբ դու զգում ես վտանգ դեպի քո սիրած մարդու հանդեպ, դա կլինի երեխա, դա կլինի ընկերը, դա կլինի, չգիտեմ, ծնողները, հարազատները, բարեկամները, սովորական բան է դա։ Պետք է նու պրոստը վտանգներից, բոլոր վտանգներից փորձես, չգիտեմ, դաժե եթե դու իրան այդ բան կնեղացնես ու դու գտնում ես, որ, չգիտեմ, իրան դրանից լավ կլինի, դու դա պետք է անես, ոչինչ, թող այդ բանը մի քիչ քեզնից նեղանա, բայց եթե իր լավի համար ես անում, դու այդ ժերտվային կգնաս, էլ այդ զոհաբերությանը կգնաս, կանես դա իր համար։ Իսկ կան բաներ, որ ուրիշ ծնողների նայում ես ու քո համար էլ անընդունել ու չես հասկանում, ասենք որ դու տենց չես շփվի կամ տենց չես փորձի դաստիարակես։ Շատ այդ բաներ կա, չգիտեմ, նույնը իմ համար ամենատարօրինակ բանը, չգիտեմ, երեխուն խփելն է, չգիտեմ, որ երեխա է, всё, ասենք չի խոսում կամ խփելով բացատրեց, չէ, դες բան չկա, երեխային խփելը դուսը գոռալով են մի քիչ կա էլի, yani չգիտեմ, մայրիկներ կան, որ չգիտեմ, երեխու հետ մի քիչ լավ չեն վերաբերվում դուսը, ասում եմ, շատ դեպքեր են լինում, դաժե մոտիկանում եմ ինչ որ ինչ պետք է այդ բային ասելու, ասում եմ, որովհետև չեմ կարող ես այդ երեխեքի հետ կապված ինչ որ բանի նորմալ նայեմ, առավել եւս, երբ որ երեխու ծնողն է։ Մեղք է այդ երեխեն, ով տես ծնող ունի, չեմ ցանկանում ոչ մի երեխեքին տես ծնող։ Մի sense հարց է առաջանում, քանի որ ասացիր դու չես ուզի ու տենց էլ չի, որ քո երեխան քո ստեղծագործությունները ու երգերը լսի, բայց դու գիտես, որ շատ լավ գիտես, որ քո երգերը լիքը երեխաներ լսում են։ Այ ոնց ես վերաբերվում այդ հարցին, ինչ որ լինում է վատ ես քեզ զգում կամ
պատասխանատվությունը ոնց է համարում քո վրա է, թե երեխայի ծնողի։ Երեխայի ծնողի նույնը ոնց որ իմ երեխայի պատասխանատվությունն է իմ վրա, նույնն է երեխայի ծնողին է։ Ես էլ ոնց որ ասեցի իմ պատասխանատվությունը ինչ որ չափով ունեմ, բայց ես չեմ գտնում, որ ես իմ երեքերի մեջ այնց ֆրազաներ ունեմ կամ այնց կոչեր եմ անում, որ չգիտեմ, այդ երեխան պետք է գնա ինչ վատ բան անի կամ վաղը միսօր չգիտեմ, իմ վնաս լինի։ Ես չունեմ տենց, եթե տենց տող ունեմ, խնդրեմ եմ որ։ Այսինքն վատ չես զգում քեզ այդ մտքերից։ Չէ, ես վատ բան չեմ էլ անում, որ վատ զգամ։ Ես ուղղակի ասում եմ, ես ուղղակի չեմ ուզում իր համար ես լինեմ այդ կերպարը, վсё, ուրիշ ոչ ման, ես ես վատ բաներ եմ ասում, դա պետք է երեխաները չլսեն խոսք։ Թույն լիքը տեսակ ինչ հետաքրքիր բաներ բարձվեց։ Լավ, վերադառնանք մեր թեմային։ Ինչ խորհուրդներ կտաս, օրինակ, պատկերացրու ես կսնակ рэփեր եմ, փորձում եմ ինձ այդ ամեն ինչը դուր գալիս, փորձում եմ մտնել այդ ասպարեզ, իմ առաջի երգերը թողարկեմ, ինչ խորհուրդ կտաս ինձ։ Խորհուրդ կտամ արդար լինես եւ քո կողքի մարդկանց խորհուրդ կտամ իրանք էլ քո հետ արդար լինեն, որովհետեւ ինձ թվում է, չգիտեմ, կողքից ուղակի ոգեշնչելը, երբ որ կոմոդ բան չի ստացվում, այդ ավելի, չգիտեմ, խանգարելա, քան օգնելա, էլի, չգիտեմ։ Կարող է դու ուզում ես իրան մոտիվացիա անես, բայց եթե ռեալ զգում ես, որտեղ բան չկա, իրան ամենալավ մոտիվացիան ասես եղբայր, արի դու զբաղվի, չգիտեմ, ֆլորիստ դառի, չգիտեմ, ինչ որ ուրիշ բան արա, որը դու ավելի լավ կարաս անես ու քո մոտ ավելի լավ կստացվի։ Պարտադիր չի հիմա, չգիտեմ, բոլորը նույն բանով զբաղվեն։ Մեկը պետք է լավ բժիշկ լինի, մեկը պետք է լավ կգտնես քոնը, էլի անպայման չի, որ հիմա էսի պոպուլյարնի ինչ որ բան է, մեր մոտ է գիտեն բան, դու տենց էսին հենց կուլտուրա է, որ դու տենց ոտիդ գցած բան փողեր ես հաշվում։ Չէ, մի քիչ շատ ուռճացրած է այդ ամեն ինչը, էլի, խոսքի մեր մոտ рэպը ուրիշ բան է, Ռուսաստանում рэպը ուրիշ բան է, Ամերիկայում րեպը ուրիշ բան է, այսինքն այդ ոնց ասեմ, իր այդ որտեղից ինքը ծնված է, դա շատ կապ ունի, էլի։ Կարանք մենք հիմա համեմատենք օրինակ հայկական րեպը ռուսականի կամ ռուսականը ֆրանսիականի, սա արել ու ձորերի տարբերություն է, թե չգիտեմ, արտիստներին նայենք, թե իրանց խոսացած թեմաները նայենք, նույնը, ասենք вообще իմ համար օրինակ ծիծաղալու է, նույնը օրինակ այն արտասահմանի թեմաները, որ բռնում են այս հայկական սարքում են գանգստեր, թեմաները, ասենք հիմա ծիծաղ է առաջացնում ուղղակի, որ Հայաստանում կարա լինի խոսքի գանգստեր րեպ։ Դե Հայաստանում չկա այդ մշակույթը, ինչ գանգստեր, այսինքն Հայաստանում։ Օրինակ, թվում է ես լսել եմ շատ լեգենդներ, չգիտեմ ճիշտ է թե չէ, որովհետև այդքան չեմ խորացել, որ ուսումնասիրեմ, Թուփակի Պաու, որին ասեցիր դու չես սիրում։ Ինքն էլ չէ, տենց թեմաներով երգեր։ Ինչ թեմաներով։ Դե մի քիչ sense ասեմ, հիմա ասեմ էլի, էսի բան է, ինչ չսիրելու է մի մասայի մեծ այն ամենաուժեղ լավ թեման է, էլի։ Մեծ sense բան ասեմ, խոսքի Թուփակի մայրը, չգիտեմ, Աֆենին տեղյակ եք թե չէ, չգիտեմ, այդ Չորնայ Պանտերաների իրանց գրուպիրովկայի ամենա այտենց լուրջ դեմքերից մեկն է եղել։ Խոսքի էդի ավելի էլի քարոզ է եղել ինչ որ Թուփակի բերանով կոպիտ։ Ինչ է ուզում ասել, որ ես շատ եմ լսել, որ ինքը ոչ թե այդ կյանքով տենց գանգստերական կամ տենց չի ապրում, ինքը պրոստը պրոդյուսերական պրոյեկտ է ինչ որ ինքը արտիստ է։ Ես Թուփակին հենց տենց էլ վերաբերվում եմ ճիշտն ասած, ինչքան է իր թեմաները տենց հակապետական են, մի քիչ եկեք ճիշտ նայենք էլի, չես կարող Ամերիկայում դու տենց լինես հակապետական ու քեզ տենց մասշտաբի վրա, ասենք TV-ով ֆրասնեն դու ինչ պետքա խոսես, պրոստը այդ թվականներին պետք է եղել Թուփակին այդ թույլ տալ, որ ինչ որ հիմա տեսնում ենք արդեն այդ թվականներին սևերը ինչ վիճակում էին ու այդ ամեն ինչից հետո այդ կոպիտ ասած այդ ռևոլյուցիայից հետո այդ հիփ-հոփի ինչ ա եղել այնտեղ, այսինքն էդի անդրադարձել է այդ ամեն ինչի վրա էլի, ոնց որ չի կարա ինձ թվում է չանդրադառնա։ Հասկացա։ Իսկ փողի թեմայից խոսացիր, Հայաստանում րեպով զբաղվելով ապահովել քեզ լրիվ ապրես, այսինքն ռեպից եկամուտով, հա, որ դա լինի աշխատանք, օրինակ ես չգիտեմ, կարող է ինչ-որ մեկի մոտ ստացվում, հա, ես գտնում եմ, որ այստեղ չկա այնքան գումար, որ ես կարողամ իմ ուզած ձևով ապրեմ, այսինքն չէ, ես չեմ կարող ստեղից կոնկրետ իմ մասով խոսամ, ես չեմ կարող ստեղից ակնկալիք ունենամ, որ վաղը մեսօր չգիտեմ, իմ ուզած շորը կակնեմ, իմ ուզած ուտելիքը կուտեմ, իմ ուզած մեքենան կքշեմ, չեմ հավատում։ Եթե լինի շատ լավ կլինի կօգտվենք այդ հնարավորությունից, բայց չեմ կարծում։ Այսինքն հիմնական ֆինանսի աղբյուր չի։ Չէ, ընդհանրապես ֆինանսի աղբյուր չի ու մի քիչ կոպիտ ասած իմ արած րեպը
դժվար է սարքել ֆինանսի արդյունք նույն այդ հայոյանքով, նույն պուբլիկան էլ ասեմ քեզ հեշտ չի էս ռեփով պուբլիկա վերցնելը, չգիտեմ, նույն մեր մոտ ինչ որ ստացվել է, չգիտեմ, կարող է ճիշտ պահին, ճիշտ տեղում ենք հայտնվել, տենց է ստացվել, բայց ինչ որ ստացվել է, բայց իրոք դժվար է ու հիմա ավելի հեշտ է, հիմա ասենք, չգիտեմ, արտիստը նույն այդ Spotify-ից օգտվել է, սրանից օգտվել է, նրանից օգտվել է, մեր ժամանակ հələ բան, YouTube-ով ունենց լավ հիշում եմ Justin Timberlake-ն, Justin Bieber-ը նոր բան էր անում, գիտարով առաջի ինչ որ վիդեոներ էր YouTube-ում գցում, նույն այդ մոնետիզացիաները ստեղ չէր լինում այն ժամանակ, այդ ամեն ինչը ոչ մի բան չէր լինում, այսինքն դու թե ինչ որ պետք է մի բան ներդնեիր, թե ինչ որ մի բան նկարեիր, թե ինչ անեիր, այսինքն լրիվ քեզնից էր գալի դա։ Մի քիչ դաժե մենք հումոր ենք անում մեկ-մեկի հետ, ասում ենք բանը, մեր մոտ մի քիչ դժվար է, էլի, երբ որ համ կլիպ նկարողն ես դու, համ բիթ գրողն ես դու, համ արտիստն ես, կոպիտ ասած դու, համ այն մնացած ամեն ինչը դու ես, այդ ներվերը չի էլ հերիքում է, ու դու ուզում ես ասես եկեք ուշ գործ անենք, որ այդ ամեն ինչը քո պատասխանատվության տակ չընկնի, էլի մի անգամից ինչ որ։ Բայց դիտումների ու պուբլիկա, այսպես ասած, աուդիտորիա գրավելու հարցում լավ հաջողել եք, ոնց հասկանում եմ ես ձեր դիտումներից։ Ունենում ենք, չէ, դիտումներից չի, դիտումներ չենք ունենում, պրոստը ասում եմ, նույն բանը կարող է, չգիտեմ, ուրիշ տեղ լինել, ավելի հեշտ լինել էս ամեն ինչը, որովհետև մեր մոտ թեկուզ այդ հայոյանքի կուլտուրան էլ չկա, առօրյայի մեջ որ մարդը փողոցում քայլի ու տենց հայոյանքով փողոցով քայլի ու դա նորմալ լինի, երևի ավելի տենց, բայց ես կողմ եմ, թե այդ զարգացումը ոնց մի քիչ առաջ խոսում էինք չլինի, որ էլի դեպի վատ կոմեր չտանի այդ ամեն ինչը, էլի։ Նորալիքում տեսահոլովակ եք նկարել։ Հավանել եք։ Միառնշանակ։ Իսկ ինչ չեք հավանել տեսահոլովակից։ Ամեն ինչն է հավանել եմ, ինչ չեմ անել, քանի որ ես չգիտեմ, մի քիչ են էգոիստ չասեմ, ես ինձ շատ եմ սիրում, դե որ այնտեղ կամ արդեն հավանում եմ, էլի նայում եմ դուրս գալիս է, համը ոնց որ մենակ ես չեմ հավանում, ոնց որ տեսել եք ռեզուլտատները, էլի։ Հա, շատ լավ, ընդհանրապես 5 ամսում կարծեմ 1.600.000 չէ դիտում արդեն հավաքել։ Թե չէ, 1.5 եմ ճիշտ ասած տեսել, ավելի չէ։ Ես վերջին անգամ տեսել եմ 1.600.000 էր, շատ լավ է։ Լավ, վերջին մի քանի փոքրիկ հարցը։ Դիս ինչ որ մեկի վրա դիս գրել, այդ կուլտուրան Հայաստանում կա։ Չէ, դա էլ է ծիծաղալու, նույն այն գենգստը բան այդ պահերից։ Իսկ այնց անձնավորություն կա, որ կուզեիր այ ինչ որ տես մի հատ։ Չէ, այնց անձնավորություն որելներ նախընտրում եմ ավելի տենց իր երեսին տեղ կանգնեմ ասեմ, որտեվ այդ հնարավորությունը ունեմ Փառք Աստծո։ Չէ, չկա տենց մարդ, կոնֆլիկտը չունեմ, ես գիտեմ, կարակ հարցնեք բոլորի հետ էլ ես ասենք լավ շփման մեջ եմ, լավ, ոնց թեթևի մեջ լինում է ինչ որ բաներ, որ ասենք տեղում լուծվում է, բայց չկա չէ, տենց մարդ էլ չկա, սաղի հետ էլ լավ վերաբերմունք է, շատ լավ։ Տող քո երկերից, որ ամենաշատն ես սիրում։ Երևի այդ ոնց որ ասացի մի քիչ առաջ, այդ underground մինչև վերջ թեկուզ մեջը չկա փող, որտեվ էդի հենց այս իմ ինչ էս իրար հետ զրուցում ենք այսքան ժամանակ, ոնց որ դրա այն շտամպ է, էլի արդեն Տող, որը ամենաշատը չես սիրում։ Իմ ուզեր գրած չլիներ ընդհանրապես։ Դժվար է, ճիշտ դու բարերը չեմ տենց որ ասեմ շատ լավ հիշում։ Չէ, չկա ինձ թվում է, դա այն որ ասեցի մի տրեք ունեի, այդ տրեկն է, ինչ կա կապված ինչի չեմ սիրում։ Բոլոր տողերը, որը չես սիրում, դա հավաքել գրել եմ։ Տրեկի մեջ հավաքել գրել եմ ու տենց չկա այդ տրեկը, всё, արդեն էլի։ Շատ հաճելի էր նմանապես։ Մեր այսօրվա հյուրն էր рэպեր Խուդոն, այսինքն Ալբերտը, ֆինանսիստ, հայրիկ, рэպեր, մի խոսքով լիքը լավ բաներ։ Շատ շնորհակալ եմ։ Հուսամ էլի առիթներ կլինի զրուցելու միասին։ Bye bye։